Այսօր ես կխոսամ այն բաներից, ինչը ձեզ կօգնի լավ խաղալ Counter-Strike 2։ Եվ ամենաառաջինը բոտերին կրակելով ռեակցիան բացելը, որ կարողանաս թշնամուն ավելի շուտ պրիցելը տեղափոխես իր hitbox-ին։ Դա շատ կարևոր է եւ ես մինչեւ խաղ մտնելը գոնե 200 բոտ կրակում եմ, որ պրիցելս շատ արագ տեղափոխեմ թշնամու hitbox-ին։ Երկրորդ ամենակարևոր բաներից մեկը պիկերը սովորելը, որ պատից հելնում ես ու միանգամից կրակում ես թշնամուն։ Դա շատ կարևոր է եւ ամենակարևոր բաներից մեկն է։ Եթե դու չես կարող պիկվես, ուրեմն այս խաղում դու ոչ մի բան չես կարողանա նորմալ անես։ Այս բացելու ձևը շատ քիչ եմ օգտագործում, բայց խորհուրդ եմ տալիս այն մարդկանց, ովքեր ուզում են շատ լուրջ զբաղվել Counter-Strike 2-ով, որտեղ ինքը օգնում է միշիշնի պամիտի ուժեղացնելով ու պրիցելը արագ շարժելով մարդկանց գլխին, որտեղ փոքր են սկետերը ու իրանք շատ լավ են գլխին կրակելու համար պարապելուն։ Ֆլիկերը շատ կարևոր բան է, եթե դու խաղում ես AWP-ով, դու պետք է կարողանաս թշնամուն ֆլիկես։ Ֆլիկերը լինում են հեռու, լինում են մոտիկ։ Ես կարող եմ մոտիկը ֆլիկեմ, բայց վիդեոյում տեսար, որ հեռուն վատ եմ պիկում։ Եթե դու որոշել ես լուրջ զբաղվես AWP-ով խաղալուն, պետք է կարողանաս հեռուն էլ ֆլիկես։ Եվ դուելները սա արդեն իրական պրակտիկա է իրական խաղացողի դեմ։ Եթե ուզում ես դուելներ կպնես, ինտերնետում փնտրում ես public-ներ, որտեղ կան տենց սերվերներ ու մտնում ես դուել ես կպնում։ Դուելի լավը այն է, որ դու հավասար պայմաններով կպնում ես մի խաղացողի հետ 1vs1։ Ձեզ TP է անում տարբեր լոկացիաներ, հիմնականում իրար դեմ եք լինում ու պիկվելուց իրար կրակում եք։ Ու ում պիկը ավելի լավն է, ինքը հաղթում է։ Ստեղ ավելի շատ սովորում ես, թե ինչպես է պետք պիկվել, ինչպես է պետք կրակել, ինչպես պրիցելը պահել։ Պրակտիկա է, էլի, պրակտիկեն ավելի լավ է, բայց սկզբի համար իհարկե բոտերի վրա պետք է բացվել։ Ռասկիթը շատ կարևոր է խաղալու ժամանակ, հատկապես եթե խաղում ես տերորիստներով։ Valve-ը վերջերս ավելացնել են նոր աբնովա, որով դու կարաս մտնես տրեներովկա եւ նայես, թե որ ռասկիթը ոնց է արվում՝ smoke, molotov, granat եւ flash կա։ Կարաս մտնես, այնտեղ քեզ ցույց է տալիս, թե որտեղ պետք է կանգնես, ոնց պետք է գցես։ Կարաք նայեք, սովորեք եւ հաղթեք ձեր թշնամիներին։